Գլուխ 6 Ճամփորդություն համար 9 ու 3 քառորդ կառամատույցից Դրզլիների տանը Հարի վերջին ամիսը բավականին տհաճ անցավ։ Ճիշտ է, Դադլին հիմա այնպես էր վախենում Հարից, որ անգամ խուսափում էր հետը նույն սենյակում մնալուց։ Մորաքույր Փեթունյան և Քերի Վերնոնը էլ խորդանոցում այլևս չէին փակում, չէին գոռում վրան, ոչ էլ ստիպում էին կամքին հակառակ ինչ-որ բան անել։ Ըստ էության, նրա հետ ընդհանրապես չէին խոսում։ Կես վախեցած, կես բարկացած իրենց այնպես էին պահում, ասես աթոռը, որի վրա Հարին նստած էր լինում, դատարկ էր։ Ու թեև որոշ իմաստով սա առաջխաղացում էր, միառժամանակ անց Հարին սկսեց վհատվել։ Նա փակվում էր իր սենյակում նոր ընկերոջ Բվի հետ։ Որոշել էր նրան Հեդվիգ անվանել։ Այս անունը կախարդության պատմություն գրքում էր տեսել։ Դասագրքերը շատ հետաքրքիր էին, և Հարին պառկում էր մահճակալին ու մինչև ուշ գիշեր կարդում։ Հեդվիգը բաց պատուհանից սիրտն ուզածի չափ ներս ու դուրս էր անում։ Լավ է, որ մորաքույր Փեթունյան այլևս չէր գալիս սենյակը փոշեկուլով մաքրելու, որովհետև Հեդվիգը շարունակ սատկած մկներ էր ներս բերում։ Ամեն գիշեր անկողեն մտնելուց առաջ Հարին պատին կոճկամով ամրացված թղթի վրա ջնջում էր անցած օրն ու հաշվում, թե քանի օր էր մնացել մինչև սեպտեմբերի 1-ը։ Օգոստոսի վերջին օրը նա որոշեց, որ ճիշտ կլինի խոսել մորաքրոջ ու նրա ամուսնու հետ հաջորդ օրը Քինգս Քրոս կայարան մեկնելու մասին, և իջավ հյուրասենյակ, որտեղ նրանք հեռուստացույց Վիկտորին էին նայում։ Հարին թեթև հազաց, որպեսզի իմաց տա, որ ինքն այնտեղ է։ Դադլին ճչաց ու սենյակից դուրս նետվեց։ Քերի Վերնոն։ Քերի Վերնոնը խռնչաց, հասկացնելով, որ ինքը լսում է։ Ես վաղը պետք է Քինգս Քրոս կայարան գնամ, որպեսզի Հոգվորտս մեկնեմ։ Քերի Վերնոնը նորից խռնչաց։ Ինձ մեքենայով կհասցնեք կայարան։ Նորից խռնչոց լսվեց։ Հարին ենթադրեց, որ դա համաձայնության նշան է։ Շնորհակալ եմ։ Արդեն ուզում էր նորից իր սենյակը բարձրանալ, երբ Քերի Վերնոնը բարեհաճեց խոսել։ Գնացքը կախարդների դպրոց գնալու շատ տարօրինակ միջոց է, չլինի թռչող գորգերը ծակվել են։ Հարին չպատասխանեց։ Ինչևէ, որտեղ է այդ դպրոցը։ Չգիտեմ, ասաց Հարին, նոր միայն հասկանալով, որ իսկապես չգիտեր դպրոցի տեղը։ Նա գրպանից հանեց Հագրիդի տված տոմսը։ Պետք է պարզապես նստեմ այս գնացքը, որը մեկնում է ժամը 11-ին, համար 9 ու 3 քառորդ կառամատույցից։ Մորաքույրն ու ամուսինն իրար նայեցին։ Որ կառամատույցից։ 9 ու 3 քառորդ։ Հիմար դուրս մի տուր, ասաց Քերի Վերնոնը։ Համար 9 ու 3 քառորդ կառամատույց չկա։ Տոմսի վրա է գրված. Ցնդացներ, ինչ ասես չեն մոգոնի, ասաց Քերի Վերնոնը, կգնաս ինքդ կտեսնես։ Դեռ սպասիր։ Ինչ որ է, քեզ կտանենք Քինգս Քրոս։ Մեկ է վաղը գնալու ենք Լոնդոն, թե չէ ինձ նեղություն չէի տա։ Ինչու եք գնում Լոնդոն, հարցրեց Հարին, փորձելով սիրալիր լինել։ Դադլին պետք է հիվանդանոց տանենք, կրմռաց Քերի Վերնոնը։ Մինչև Սմելթինգս գնալն այդ անիծված պոչից ազատվել է պետք։ Հաջորդ առավոտյան Հարին արթնացավ ժամը 5-ին, այնքան հուզված ու նյարդայնացած էր, որ այլևս չկարողացավ քնել։ Վեր կացավ ու ջինսը հակը քաշեց։ Չէր ուզում կախարդի համազգեստով կայարան մտնել։ Շորերը գնացքում կփոխեր։ Հետո ստուգեց Հոգվորտսի ցուցակը համոզվելու համար, որ բան չի մոռացել։ Հեդվիգին հուսալի փակեց վանդակում, ապա սկսեց սենյակով անցուդարձ անել, մինչև դրզլիները կարթնանային։ 2 ժամ անց Հարիի ծանր ճամպրուկն արդեն բարձել էին մեքենային։ Մորաքույր Փեթունյան մի կերպ համոզեց Դադլին Հարի կողքը նստել և ճանապարհ ընկան։ 10:30-ին արդեն Քինգս Քրոսում էին։ Քերի Վերնոնը Հարիի ճամպրուկը նետեց սայլակին ու անձամբ հրելով հասցրեց կայարան։
Հարին նման սիրալիրությունը փոքր-ինչ տարօրինակ թվաց։ Վերջապես քեռի Վերնոնը կանգ առավ կառամատույցի դիմաց և դեմքին անդուր քմծիծաղ հայտնվեց։ «Հասանք, տղամ, կառամատույց 9, 10, քոնը սրանց մեջտեղում պետք է լինի, բայց ոնց որ դեռ չեն սարքել, հա»։ Անշուշտ նա իրավացի էր, կառամատույցներից մեկի վրա մեծ 9 էր գրված, կողքինի վրա 10, բայց այդ երկուսի մեջտեղում ուրիշ ոչինչ չկար։ «Քեզ լավ ուսումնական տարի եմ մաղթում», ասաց քեռի Վերնոնը, էլ ավելի տհաճ ժպտալով ու առանց մի բառ ավելացնելու գնաց։ Հարին շրջվեց ու տեսավ, ինչպես են դրզլիները մեքենան նստած հեռանում։ Երեքն էլ ծիծաղում էին։ Բերանը չորացավ։ Հիմա ինչ է անելու։ Հեդվիգի պատճառով արդեն սկսել էին իր վրա տարօրինակ հայացքներ նետել։ Պետք էր ինչ-որ մեկին հարցնել։ Հարին կանգնեցրեց իր կողքով անցնող ոստիկանին, բայց չհամարձակվեց համար 9 ու 3 քառորդ կառամատույցի մասին հարցնել։ Վերջինս երբեք չէր լսել Հոգվորտսի մասին, իսկ քանի որ Հարին նույնպես չէր կարող բացատրել, թե Հոգվորտսը Անգլիայի որ մասում է, ոստիկանը սկսեց սրտնեղել, կարծելով, որ Հարին դիտավորյալ է հիմար ձևանում։ Բոլորովին հուսահատվելով, Հարին հարցրեց նրան ժամը 11-ին մեկնող գնացքի մասին։ Ոստիկանն ասաց, որ այդ ժամին մեկնող գնացք չկա։ Ի վերջո նա հեռացավ, քթի տակ ինչ-որ բան փնթփնթալով, իզուր ժամանակ վատնողների հասցեին։ Հարին փորձում էր տագնապի մեջ չընկնել։ Ըստ մեկնումների ցանկի, վերևում կախված հսկա ժամացույցի միջև իր գնացքի շարժվելը ընդամենը 10 րոպե էր մնում, իսկ ինքը գաղափար անգամ չուներ, ինչպես էր այդ գնացքը նստելու։ Մնացել էր կայարանի մեջտեղում, հետը ճամպրուկ, որ հազիվ էր կարողանում տեղից բարձրացնել, գրպանը լի կախարդների փողով ու ձեռքին մի ահագին բու։ Հավանաբար, Հագրիդն ինչ-որ բան մոռացել է նրան ասել։ Շեղածիկ նրբանցքում հայտնվելու մասին, օրինակ, հարկավոր էր թակել ձախից երկրորդ աղյուսը։ Արդեն մտածում էր, որ գուցե պետք էր հանել փայտիկն ու թակել համար 9 և 10 կառամատույցների արանքում գտնվող տոմսարկղը, երբ հանկարծ հետևից մի խումբ մարդիկ անցան, երբ Հարին պատահաբար լսեց նրանց խոսակցությունը։ Ինչպես միշտ, կայարանում մագլներ են վխտում։ Հարին կտրուկ շրջվեց ու տեսավ թմբլիկ մի կնոջ։ Կինը խոսում էր 4 տղաների հետ, 4-ն էլ կարմրահեր։ Նրանք էլ Հարի ճամպրուկի նման ճամպրուկ ունեին և ձեռքներին բվի վանդակներ էին։ Հարի սիրտը սկսեց ուժգին խփել, սայլակը հրելով գնաց նրանց հետևից։ Երբ կանգ առան, Հարին էլ կանգնեց այնքան մոտ, որ կարողանար լսել, ինչ էին խոսում։ Որ կառամատույցից եք մեկնում, հարցրեց տղաների մայրը։ Համար 9 ու 3 քառորդ, պատասխանեց կնոջ ձեռքը բռնած աղջնակը, որը նույնպես կարմրահեր էր։ Մամ, ես էլ գնամ էլի։ Դու դեռ փոքր ես, Ջինի, խելոք կաց ասում եմ։ Փերսի, առաջինը դու գնա։ Տղաներից մեկը, որ հավանաբար ավագն էր, քայլեց 9 և 10 կառամատույցների կողմը։ Հարին նայեց, ջանալով աչքերը չթարթել, որ հասցնի տեսնել, ինչ է նա անելու։ Բայց հենց տղան հասավ երկու կառամատույցները բաժանող արգելապատին, զբոսաշրջիկների մի մեծ խումբ անցավ Հարիի կողքով, իսկ երբ անհետացավ վերջին ուսապարկը, տղան արդեն չէր երևում։ Ֆրեդ, հաջորդը դու ես, ասաց կինը։ Ես Ֆրեդը չեմ, ես Ջորջն եմ, ասաց տղան։ Ճիշտ եմ ասում, այ կին։ Եվ դու քեզ մեր մայրն ես համարում։ Միթե չես տեսնում, որ ես Ջորջն եմ։ Ջորջ, սիրելիս, ներող կլինես։ Կատակ էի անում, մա, ես Ֆրեդն եմ, ասաց տղան և ուղղվեց դեպի կառամատույցները։ Եղբայրը շտապեցնում էր նրան։ Մեկ վայրկյան անց նա նույնպես չկացավ, բայց ինչպես։ Հիմա երրորդ եղբայրն էր աշխույժ քայլերով մոտենում արգելապատին։ Արդեն տեղ էր հասել և հանկարծ նա էլ չկացավ։ Ուրիշ ելք չկար։ Ներեցեք,
Հարին դիմեց թմբլիկ կնոջը։ «Բարև սիրելիս», ասաց կինը, «առաջին անգամ ես Հոգվորտս մեկնում»։ Ռոնն էլ առաջին անգամ գնում։ Եվ նա ցույց տվեց կրտսեր որդուն։ Տղան պեպենոտ էր, բարձրահասակ, նիհար, անճարակ շարժու ձև ուներ, մեծ ձեռք ու ոտք և բավականին երկար քիթ։ «Այո», պատասխանեց Հարին, «բայց բանն այն է, որ ես չգիտեմ»։ «Չգիտես ինչպես կարամատույցը գտնես»։ Սիրալիր հարցրեց կինը։ Հարին գլխով արեց։ «Չմտածես», ասաց կինը, «ուղիղ դեպի 9-րդ ու 10-րդ կարամատույցները բաժանող արգելապատը քայլիր։ Կարևորը կանգ չառնես և չվախենաս, որ կարող ես պատին բախվել։ Եթե մի քիչ նյարդայնանում ես, լավ է վազքով մոտենաս պատին։ Դե գնա, Ռոնիցս առաջ անցիր»։ Լավ, ասաց Հարին։ Նա շրջվեց ու նայեց պատին։ Շատ ամուր էր երևում։ Հարին դեպի պատը քայլեց։ Դեպի 9-րդ ու 10-րդ կարամատույցներ գնացող մարդիկ այս ու այն կողմ էին հրում նրան։ Հարին քայլերը արագացրեց։ Հաստատ ջարդուփշուր էր լինելու և լուրջ խնդիրներ էր ունենալու։ Սայլակին հենվելով, ամբողջ թափով վազեց։ Պատը արագ մոտենում էր, չէր կարողանալու կանգ առնել։ Սայլակը արդեն չէր ենթարկվում նրան։ Մի ոտնաչափ էր մնում, Հարին աչքերը փակեց, պատրաստ բախվելու հաստ պատին։ Բայց նման բան տեղի չունեցավ։ Շարունակում էր վազել։ Հարին աչքերը բացեց։ Մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել։ Կարամատույցի կողքին կանգնած էր ալ-կարմիր շոգեքարշը։ Ցուցանակին գրված էր Հոգվորտսի ճեպընթաց, մեկնումը 11:00-ին։ Հարին հետ նայեց ու տեսավ կռած երկաթից կամարը, որի վրա նշված էր կարամատույց համար 9.3 Վերջ, գործն արված էր։ Շոգեքարշի ծուխը ցրվում էր զրույցի բռնված ամբոխի գլխավերևում։ Մարդկանց ոտքերի արանքով հնարավոր բոլոր գույների կատուներ էին շրջում։ Բվերը իրար դիմելով կռնչում էին դժգոհ ուղևորների խոսակցությունների ձայներից ու ծանր ճամպրուկների անիվների աղմուկից։ Առաջին մի քանի վագոնն արդեն լի էին աշակերտներով։ Շատերը կախվել էին պատուհաններից, որպեսզի խոսեն ընտանիքի անդամների հետ։ Մյուսները պայքարում էին տեղեր զբաղեցնելու համար։ Հարին սայլակը հրեց կարամատույցով, ազատ տեղ փնտրելով։ Անցավ մի կլորադեմ տղայի կողքով, որն ասում էր. «Տատ, էլի դոդոշս կորցրի»։ Հարին լսեց, ինչպես է ձեր կինը տրտնջում։ Ուֆ, Նևիլ։ Աշակերտների մի փոքրիկ խումբ շրջապատել էր մանր հյուսքերով մի տղայի։ «Թող մի անգամ էլ նայենք»։ Տղան արկղի խուփը բացեց։ Նրան շրջապատողները ճչացին ու ծղրտացին, երբ արկղի միջից երկար ու փրչոտ մի ոտք երևաց։ Հարին ամբոխի միջով ճանապարհ բացեց, մինչև գնացքի վերջին վագոնում ազատ խցիկ գտավ։ Նախ Հեդվիգի վանդակը ներս դրեց, ապա սկսեց ճամպրուկը հրել ու քաշել, մոտենալով վագոնի դռանը։ Փորձեց ճամպրուկը գնացքի աստիճաններով վեր բարձրացնել, բայց հազիվ կարողացավ ճամպրուկի մի կողմը գետնից կտրել։ Երկու անգամ էլ ցավոտ վայր գցեց ոտքին։ «Օգնություն պետք է»։ Կարմրահեր տղաներից մեկն ասաց։ «Այո, եթե կարելի է», հևաց Հարին։ «Հեյ, Ֆրեդ, հասիր օգնենք»։ Երկվորյակների օգնությամբ ճամպրուկը վերջապես կարողացան տեղավորել խցիկի մի անկյունում։ «Շնորհակալ եմ», ասաց Հարին, քրտնած մազերը աչքերից հեռացնելով։ «Ինչ է դա»։ Հանկարծ հարցրեց երկվորյակներից մեկը, ցույց տալով Հարիի ճակատի սպին։ «Գրողը տանի», ասաց մյուս եղբայրը։ «Չլինի դու»։ «Հենց նա է», ասաց երկվորյակ եղբայրներից առաջինը։ «Դու ես, չէ՞։ Ո՞վ եմ ես», զարմացավ Հարին։ «Հարի Փոթերն ես», միաձայն ասացին երկվորյակները։ «Ահ, դրա հետ եք», ասաց Հարին։ «Հա, ես եմ»։
Եղբայրները պլշած նայում էին նրան։ Հարին զգաց, որ կարմրում է։ Բարեբախտաբար այդ պահին գնացքի բաց դռնից լսվեց ինչ-որ մեկի ձայնը. «Ֆրեդ, Ջորջ, այստեղ եք»։ «Գալիս ենք, մամ»։ Եվս մեկ անգամ Հարիին նայելով տղաները գնացքից վայր թռան, իսկ Հարին նստեց պատուհանի կողքին, որտեղից կարող էր աննկատ հետևել կարմրահեր ընտանիքին և լսել նրանց խոսակցությունը։ Մայրը պայուսակից հանելով թաշկինակը, ասաց. «Ռոն, քթիդ ինչ-որ բան է քսվել»։ Կրտսեր տղան փորձեց ազատվել մոր ձեռքերից, բայց վերջինս ամուր բռնեց նրան ու սկսեց թաշկինակով քթի ծայրը տրորել։ «Մամ, վազն արի»։ Տղան գալարվելով դուրս պրծավ։ «Վաղ, ճստիկ Ռոնի քթին ինչ-որ բան է կպել», ասաց երկվորյակ եղբայրներից մեկը։ «Սսկվիր», պատասխանեց Ռոնը։ «Փերսին ուր է»։ հարցրեց մայրը։ «Ահա, գալիս է»։ Մեծ եղբայրը նորից հայտնվեց։ Նա հասցրել էր շորերը փոխել և հագել էր Հոգվորտսի սև համազգեստը։ Հարին նրա համազգեստին փայլուն, կարմիր ու ոսկեգույն կրծքանշան նկատեց, որի վրա գրված էր «Ա» տառը։ «Չեմ կարող ձեզ հետ երկար մնալ, մամ», ասաց նա։ «Տեղս գնացքի առջևում է»։ Ավագ աշակերտներին առանցին 2 վագոն են հատկացրել։ «Պահ, ուրեմն արդեն ավագներից ես, Փերսի», ասաց երկվորյակներից մեկը, իբրև շատ զարմացած։ «Գոնե մեզ տեղյակ պահեիր, թե չէ ով կմտածեր»։ «Մի րոպե», ասաց մյուս երկվորյակ եղբայրը, կարծես հիշեցի։ Նա մեզ ինչ-որ բան էր այդ մասին ասել, մի անգամ, թե 2 անգամ։ Մի ամբողջ րոպե, ամբողջ ամառ։ «Դե լռեք», ասաց Փերսին։ «Ոնց պատահեց, որ մեր Փերսին նոր համազգեստ ունեցավ», հարցրեց երկվորյակներից մեկը։ «Որովհետև նա արդեն ավագ աշակերտ է», գորովանքով ասաց տղաների մայրը։ «Դե լավ, սիրելիս, քեզ լավ կիսամյակ եմ ցանկանում, հենց հասնես, բվիդ հետ ինձ լուր տուր»։ Նա որդու այտը համբուրեց, իսկ երբ Փերսին հեռացավ, մայրը դարձավ երկվորյակներին. «Ինձ լսեք դուք երկուսդ, այս տարի ձեզ շնորհքով կպահեք, եթե մի անգամ էլ բու ուղարկեցին ու իմացա, որ զուգարանն եք պայթեցրել կամ զուգարանը, մենք նման բան երբեք չենք արել, բայց շատ լավ միտք է, շնորհակալ ենք, մամ»։ «Ոչ մի ծիծաղելի բան չեմ տեսնում, Ռոնին էլ ուշադիր կլինեք»։ «Չմտածես, մամ, ճստիկ Ռոնիկը մեզ հետ ապահով կլինի»։ «Դու սուս մնա», նորից ասաց Ռոնը։ Նա արդեն գրեթե երկվորյակների հասակին էր, քթին էլ մոր տրորած տեղը լավ կարմրել էր։ Մամ, որ իմանաս հենց նոր ում հանդիպեցինք գնացքում։ Հարին արագ հետ քաշվեց, որպեսզի հանկարծ չնկատեն, որ ինքն ականջ է դնում։ «Գիտես այն թուխ մազերով տղան, որ կայարանում մեզ հետ էր, ով էր, գիտես»։ «Ով»։ «Հարի Փոթերը»։ Հարին լսեց նրանց քրոջ ձայնը։ «Վայ, մամ, թող գնացք բարձրանամ, տեսնեմ նրան էլի։ Մամ, խնդրում եմ»։ «Արդեն տեսել ես, Ջինի, կարիք չկա, աչքներդ չռեք խեղճ տղայի վրա, կենդանաբանական այգում չեք»։ «Իսկապես նա է, Ֆրեդ, ինչ իմացար»։ «Հարցրի, համ էլ սպին տեսա։ Ճակատին էր, կայծակի տեսքով սպի է»։ «Խեղճ տղա, դրա համար էլ մենակ էր»։ Ես էլ զարմացա, այնքան էլ քաղաքավարի հարցրեց, թե ինչպես գտնի կառամատույցը։ «Լավ, դա կարևոր չէ, ինչ ես կարծում, նա հիշում է, թե ինքը գիտես ով ինչ տեսք ունի»։ Տղաների մայրը հանկարծ խոժոռվեց։ «Ֆրեդ, ես քեզ արգելում եմ նման հարցեր տալ, չհամարձակվես։ Ինչ պետք է, որ դպրոցի հենց առաջին օրը հիշեցնես նրան այդ մասին»։ Լավ, մի անհանգստացիր», լսվեց սուլոց։ «Արագացրեք», ասաց տղաների մայրը, և եղբայրները գնացք բարձրացան։ Հետո պատուհանից կախվեցին, որ մայրն իրենց վերջին անգամ համբուրեր։ Քույրը սկսեց լաց լինել։ «Լաց չլինես, Ջինի, քեզ շատ բվեր կուղարկենք։ Հոգվորտսից քեզ զուգարանի նստատեղ կուղարկենք։ Ջորջ, կատակ եմ անում, մամ»։
Գնացքը սկսեց շարժվել։ Հարին տեսավ, ինչպես է տղաների մայրը ձեռքով անում, իսկ քույրը կիսածիծաղելով, կիսարտասվելով վազում, փորձելով հասնել գնացքի հետևից։ Մինչև այն արագությունը մեծացրեց, աղջիկը հետ ընկավ և հիմա միայն ձեռքով էր անում։ Հարին նայեց այնքան, մինչև գնացքը թեքվեց, և մայր ու աղջիկ անհետացան։ Տները սլանում էին պատուհանների կողքով։ Հարին սաստիկ հուզված էր, չգիտեր անգամ, թե իրեն ինչ էր սպասում, բայց հաստատ ավելի լավ բան, քան այն, ինչ թողել էր հետևում։ Խցիկի դուռը սահելով բացվեց, և կարմրահեր տղաներից կրտսերը ներս մտավ։ «Այստեղ ազատ է», հարցրեց նա, Հարիի դիմացի տեղը ցույց տալով։ «Ազատ տեղ չեմ գտնում»։ Հարին գլխով արեց։ Տղան նստեց, նա նայեց Հարիին, իսկ հետո հայացքն արագ ուղղեց պատուհանին, ձևացնելով, թե չէր նայում։ Հարին տեսավ, որ նրա քթի սև բիծը դեռ չէր անցել։ «Էյ, Ռոն», երկվորյակները վերադարձել էին։ «Լսիր, մենք գնում ենք գնացքի մեջտեղի վագոնը։ Լի Ջորդանը հետը մի հսկա մորմ է բերել»։ «Լավ», քրթմնջաց Ռոնը։ «Հարի», ասաց մյուս երկվորյակ եղբայրը, «չներկայացանք էլ, մենք Ֆրեդ ու Ջորջ Վիզլիներն ենք, իսկ սա Ռոնն է, մեր եղբայրը, դե, մինչ նոր հանդիպում»։ «Ցտեսություն», ասացին Հարին ու Ռոնը։ Եվ երկվորյակները խցիկի դուռը իրենց ետևից փակեցին։ «Դու իսկապես Հարի Փոթերն ես», չկարողացավ հետաքրքրությունը զսպել Ռոնը։ Հարին գլխով արեց։ «Օ, ինձ թվաց Ֆրեդի ու Ջորջի հերթական կատակներից է», ասաց Ռոնը։ «Եվ իսկապես ճակատիդ վրա, դե գիտես էլի»։ Ռոնը մատով ցույց տվեց Հարիի ճակատը։ Հարին հետ տարավ ճակատի մազափունջը, որպեսզի ցույց տա սպին։ Ռոնն ուշադիր զննեց այն։ «Ուրեմն, այստեղը ինքդ գիտես ով»։ «Այո», ասաց Հարին, «բայց ես բան չեմ հիշում»։ «Ոչ մի բան»։ Կարծես հիասթափված հարցրեց Ռոնը։ «Դե, վառ կանաչ լույս եմ հիշում, ուրիշ ոչինչ»։ «Պահո», ասաց Ռոնը։ Նա նստեց ու մի քանի րոպե սևեռուն նայում էր Հարիին։ Հետո կարծես ուշքի գալով պատուհանից արագ դուրս նայեց։ «Քո ընտանիքում բոլորը կախարդ են», հարցրեց Հարին։ Նրա համար էլ Ռոնն էր նույնքան հետաքրքիր։ Այո, կարծում եմ այո, ասաց Ռոնը։ Մայրիկն ինչ-որ հաշվապահ զարմուհի ունի, բայց տանը նրա մասին երբեք չենք խոսում։ Ուրեմն դու արդեն շատ բան գիտես կախարդության մասին։ Վիզլիները հաստատ այն տոհմիկ կախարդ ընտանիքներից էին, որոնց մասին խոսում էր շեղածիկ նրբանցքում իր տեսած գունատ տղան։ Լսել եմ, մագլների հետ ես ապրել, ասաց Ռոնը։ Ինչպիսին են նրանք։ Անտանելի, ասաց Հարին։ Դե ոչ բոլորը, բայց իմ մորաքույրը, նրա ամուսինն ու տղան հենց ասածից պես են։ Երանի ես էլ 3 կախարդ եղբայր ունենայի։ 5 եղբայր, ճշտեց Ռոնը ու չգիտես ինչու մռայլվեց։ Ես ծնողներիս 6-րդ երեխան եմ, որ Հոգվորտս է գնում։ Ինձնից մեծ սպասելիքներ ունեն։ Բիլն ու Չարլին արդեն ավարտել են դպրոցը։ Բիլը Հոգվորտսի ավագ աշակերտն էր, իսկ Չարլին Քվիդիչի թիմի ավագն էր։ Հիմա էլ Փերսին է ավագ աշակերտ։ Ֆրեդն ու Ջորջը շատ են պարապ-սարապ թրև գալիս, բայց մեկ է, բարձր գնահատականներ են ստանում ու բոլորի կարծիքով շատ զվարճալի են։ Ենթադրում եմ, որ ես էլ նրանց պես հաջողություն եմ ունենալու, բայց անգամ եթե այդպես լինի, մեծ բան չէ, որովհետև եղբայրներս դա ինձնից առաջ են արել։ Երբ մարդ 5 ավագ եղբայր է ունենում, ձեռքը ոչ մի նոր բան չի ընկնում։ Ինձ Բիլի հին համազգեստն է հասել, Չարլի հին փայտիկը ու Փերսիի պարապ առնետը։ Ռոնը ձեռքը ծոցը տարավ ու այնտեղից դուրս հանեց գորշ ու գիրուկ մի առնետ, որը խորը քնած էր։ Անունը Սքեբերս է, բայց նրանցից օգուտ չկա, գրեթե երբեք արթուն չի լինում։ Երբ Փերսին ավագ աշակերտ դարձավ, հայրիկը նրան բու գնեց, չէին կարող նաև ինձ համար։
Մի խոսքով, ինձ էլ Սքեբերձը բաժին հասավ։ Ռոնի ականջները կարմրեցին։ Երևի մտածում էր, որ չափից դուրս շատ խոսեց, որովհետև նորից սկսեց պատուհանից լուր դուրս նայել։ Բայց Հարին այն կարծիքին չէր, որ եթե մարդիկ չեն կարող իրենց թույլ տալ ու գնել, դրա մեջ վատ բան կա։ Ընդամենը 1 ամիս էր անցել այն օրվանից, ինչ նա կյանքում առաջին անգամ ձեռքում սեփական փող էր բռնել։ Նա Ռոնին պատմեց, թե ինչպես էր Դադլի հին շորերը հագնում։ Իսկ ծննդյան օրը երբեք մի շնորհքով նվեր չէր ստացել։ Ռոնը կարծես մի փոքր աշխուժացավ։ Մինչ Հագրիդին հանդիպելը, ինձ ոչինչ հայտնի չէր իմ կախարդ լինելու կամ ծնողներիս ու Վոլդեմորի մասին։ Ռոնը զարմանքից բերանը բացեց։ Ինչ եղավ, Հարին հարցրեց։ Դու բարձրաձայն տվեցիր ինքդ գիտես ում անունը, ասաց Ռոնը միաժամանակ ցնցված ու տպավորված։ Ես կասեի, որ դու բոլոր մարդկանցից ամենա։ Նրա անունն արտասանելով, ես չեմ ուզում ցույց տալ, որ անվախ եմ կամ նման մի բան, ասաց Հարին։ Ուղղակի չգիտեի, որ նրա անունը չի կարելի տալ։ Հասկանում ես։ Այնքան բան կա, որ դեռ նոր պետք է սովորեմ։ Գրաս կգամ, շարունակեց նա, Ռոնին ասելով մի բան, որ վերջին օրերին շատ էր մտահոգում իրեն։ Գրաս կգամ, ես դասարանի ամենաթույլ աշակերտն եմ լինելու։ Չես լինի, էլի աշակերտներ կան, որ մագլների ընտանիքներից են, բայց շատ արագ սովորում են։ Մինչ զրուցում էին, գնացքն արդեն դուրս էր եկել Լոնդոնից և հիմա անցնում էր դաշտերի միջով, որտեղ հովերն ու ոչխարներն էին արածում։ Միառժամանակ լուր նայում էին արագ սլացող դաշտերին ու կածաններին։ 12:30 կողմ միջանցքից թխթխկոց լսվեց։ Խցիկի դուռը բացվեց, և այտերին մատնեհարներով ժպտերես մի կին հարցրեց. Ինչ-որ բան ուզում եք գնել, սիրելիներս։ Հարին չէր նախաճաշել և իսկույն տեղից թռավ, իսկ Ռոնի ականջները նորից կարմրեցին և նա մռթմռթաց, որ ինքը տնից սենդվիչ է բերել։ Հարին դուրս եկավ միջանցք։ Երբ դրզլիների հետ էր ապրում, քաղցրեղենի փող մոտը երբեք չէր լինում։ Հիմա, երբ գրպանները լի էին ոսկե ու արծաթե դրամներով, որոշեց այնքան մարսի բատոններ գնել, որքան կկարողանար ձեռքում պահել, բայց վաճառող կինը մարս չուներ։ Նրա ունեցածը Բերթի բոթի ամեն համի հատիկներ էին, տրուբլի ընտիր պայթուցիկ մաստակներ, շոկոլադե գորտիկներ, դդմի միջուկով կարկանդակներ, խմորե կճուճիկներ, քաղցրամատի ձողիկներ և այլ զարմանալի բաներ, որ Հարին կյանքում չէր տեսել։ Որոշելով ամեն ինչ փորձել, նա բոլորից քիչ-քիչ վերցրեց ու վճարեց 11 արծաթե սիկլ ու 7 բրոնզե քանութ։ Երբ գնումները խցիկ բերեց ու լցրեց ազատ նստարանին, Ռոնը զարմացած նայեց։ Երևի շատ սոված ես, հա։ Սովից մեռնում եմ, ասաց Հարին, դդմով կարկանդակից մի մեծ կտոր գծելով։ Ռոնը հանել էր կոշտ ու կոպիտ մի փաթեթ ու բացել այն։ Փաթեթում 4 սենդվիչ կար, որոնցից մեկը կիսելով նա ասաց. Մայրիկը միշտ մոռանում է, որ ես աղ դրած տավարի միս չեմ սիրում։ Արի փոխանակենք, ասաց Հարին, կարկանդակներից մեկը Ռոնին մեկնելով։ Սա քեզ դուր չի գա, շատ չոր է, ասաց Ռոնը։ Մայրս չի հասցնում, ավելացրեց նա, հասկանում ես, 5 տղա ենք։ Օգտվիր, կարկանդակ կեր, ասաց Հարին, որը երբեք որևէ մեկի հետ կիսելու բան չէր ունեցել։ Ոչ էլ մեկին, ում հետ կարող էր կիսել։ Այնքան հաճելի էր այդպես նստել Ռոնի հետ ու կարկանդակների, բլիթների ու կոնֆետների վերջը տալ։ Սրանք ինչ են, հարցրեց Հարին, ցույց տալով շոկոլադե գորտիկների տուփը։ Իսկական գորտեր չեն, չէ՞։ Այնպիսի զգացողություն ուներ, որ իրեն այլևս ոչինչ չի կարող զարմացնել։ Չէ, ասաց Ռոնը, բայց դու քարտին նայիր։ Այ Ագրիպա, ես չունեմ։ Ինչ։ Հա, դու երևի չգիտես։ Նայիր, շոկոլադե գորտիկների փաթեթների մեջ քարտեր կան։
Հավաքելու համար են, հայտնի կախարդների ու վհուկների պատկերներ են։ Ես մի 500 հատ արդեն հավաքել եմ, բայց Ագրիպա ու Պտղոմեոս դեռ չունեմ։ Հարին բացեց իր տուփը ու քարտը հանեց։ Վրան տղամարդու դեմք էր, որը կիսալուսնաձև ապակիներով ակնոց էր կրում, երկար կեռքիթ ուներ ու երկար արծաթափայլ մազեր, մորուք ու բեղեր։ Նկարի տակ գրված էր Ալբուս Դամբլդոր։ Ուրեմն սա է Դամբլդորը, ասաց Հարին։ Մենակ չասես, որ Դամբլդորի մասին երբեք չէիր լսել, բացականչեց Ռոնը։ Ինձ էլ մի հատ գործիք կտաս։ Ես Ագրիպա կվերցնեմ, շնորհակալություն։ Հարին ջնջեց քարտն ու կարդաց. Ալբուս Դամբլդոր, Հոգվարտսի ներկայիս տնօրեն։ Շատերի համոզմամբ մեր օրերի մեծագույն կախարդը, մասնավորապես հայտնի է նրանով, որ 1945 թվականին պարտության է մատնել Գրինդելվոլդ չար կախարդին, հայտնագործել է վիշապի արյան 12 կիրառություն և ալքիմիա բնագավառում Նիկոլա Ֆլամելի համահեղինակությամբ։ Պրոֆեսոր Դամբլդորը սիրում է լսել կամերային երաժշտություն և բոուլինգ խաղալ։ Հարին քարտը նորից շրջեց ու զարմանքով նկատեց, որ Դամբլդորի դեմքը անհետացել էր։ Դեմքը այլևս չկա, ասաց նա։ Միթե կարծում էիր, որ էլ բան ու գործ չունի ու ամբողջ օրը այդ տեղ է մնալու, ասաց Ռոնը։ Հետո նորից կհայտնվի։ Էլի Մորգանայի դեմքով քարտ եկավ։ Սրանից 6 հատ ունեմ, տամ քեզ։ Ուզենաս, դու էլ կսկսես այս քարտերից հավաքել։ Ռոնի հայացքը կանգ առավ դեռ չբացված շոկոլադե գորտիկների կույտի վրա։ Վերցրու, ասաց Հարին։ Գիտես, մագլներն ուղղակի լուսանկարներ են դնում։ Իսկապես, այ քեզ բան, ու այդպես անշարժ մնում է։ Ռոնն անկեղծ զարմացած էր։ Ինչ անբնական է։ Հարին ապշած նայեց, ինչպես քարտի վրա նորից հայտնվեց Դամբլդորն ու աննկատ շպտաց իրեն։ Ռոնին ավելի հետաքրքիր էր շոկոլադե գորտիկներին ուտելը, քան քարտերի վրայի նշաններով վհուկներին ու կախարդներին նայելը։ Իսկ Հարին հայացքը նրանցից կտրել չէր կարողանում։ Շատ չանցած նա արդեն ուներ ոչ միայն Դամբլդորի ու Մորգանայի, այլ Հենգիստ Վուդքրոֆթացու, Ալբերիկ Գրանյոնի, Կիրկեի, Պարացելսուսի և Մերլինի նկարներով քարտեր։ Վերջապես նա հայացքը պոկեց Դրուհիդուհի Կլիոդնայից, որը քիթն էր քորում, և բացեց Բերթի Բոթի ամեն համի հատիկների տոպրակը։ Դրանց հետ զգույշ եղիր, ասաց Ռոնը։ Մեջներն իսկապես ինչ համ ասես կա։ Սովորական համ էր, շոկոլադի, կոճապղպեղի, լյարդի ու տավարի ստամոքսի համ էր։ Ջորջն ասում է, իրեն խլինքի համով հատիկ էր հանդիպել։ Ռոնը վերցրեց մի կանաչ հատիկ, ուշադիր նայեց վրան ու մի ծայրից կծեց. Ըխկ, տեսար, բրուսելյան կաղամբ էր։ Երկուսով Բերթի Բոթի հատիկներն ուտելով շատ լավ ժամանակ անցկացրին։ Հարին բաժին ընկան բոված հացի, կոկոսի, խաշած լոբու, ելակի, քարի, պղպեղի, խոտի, սուրճի, սարդինաձկան համով հատիկներ։ Նա նույնիսկ կծմծեց ինչ-որ գորշ հատիկների կողքից, որ Ռոնը չէր համարձակվում փորձել, պարզվեց պղպեղ էր։ Պատուհանի մյուս կողմում սլացող պատկերները գնալով ավելի մռայլ էին դառնում։ Մշակած դաշտերը այլևս չէին երևում, անտառներ էին, գալարվող գետեր և մուգ կանաչ բլուրներ։ Խցիկի դուռը թակեցին և ներս մտավ կլորադեմ մի տղա, ում Հարին դեռ կարամատույցին էր հանդիպել, նրա դեմքը արցունքներից թաց էր։ Ներեցեք, պատահաբար Դոդոշից չեք տեսել։ Ռոնն ու Հարին գլուխները թափահարեցին և տղան սկսեց ուղղակի ողբալ։ Ես կորցրեցի նրան, անընդհատ փախչում է ինձնից։ Դու անպայման կգտնես Դոդոշիդ, ասաց Հարին։ Հա, խեղճ ասաց տղան։ Դե եթե տեսնեք նրան,
ու հեռացավ։ Չեմ հասկանում, ինչու է այդպես անհանգստանում, ասաց Ռոնը։ Եթե ես հետս Դոդոշ բերած լինեի, կաշխատեի հնարավորինս արագ կորցնել։ Բայց ես Սկեբերսին եմ բերել, այնպես որ ավելի լավ է լռեմ։ Առնետը դեռ նիրհում էր Ռոնի գոգին։ Եթե սատկեր, մարդ չէր էլ նկատի, նեղսրտեց Ռոնը։ Երեք փորձեցի նրան գոնե դեղին առնետ դարձնել, որ ավելի հետաքրքիր լինի, բայց հմայությունը չօգնեց։ Հիմա ցույց կտամ նայիր։ Ռոնը ճամպրուկը տակնու վրա արեց ու գտավ մի շատ մաշված ու տեղ-տեղ վնասված փայտիկ, որի ծայրին ինչ-որ սպիտակ բան էր փայլում։ Մի եղջյուրի մազը միջից համարյա դուրս էր եկել, բայց ինչ-որ է։ Արդեն բարձրացրել էր փայտիկը, երբ խցիկի դուռը բացվեց, դարձյալ Դոդոշին կորցրած տղան էր, այս անգամ հետը մի աղջիկ, որ արդեն հագել էր իր դպրոցական համազգեստը։ Դուք Դոդոշ չեք տեսել։ Նևելը իր Դոդոշը կորցրել է, հարցրեց աղջիկը։ Մի տեսակ տիրական ձայնով էր խոսում։ Խիտ շագանակագույն մազեր ուներ և խոշոր առջևի ատամներ։ Մենք նրան արդեն ասացինք, որ չենք տեսել, պատասխանեց Ռոնը, բայց աղջիկը նրան չէր լսում, նա նայում էր ձեռքի փայտիկի ծայրին։ Օ, կախարդում ես, մենք էլ նայենք։ Եվ նա նստեց։ Ռոնը մի փոքր շփոթվեց։ Դե լավ, նայեք։ Եվ նա կոկորդը մաքրեց։ Կարմիր արև, այս գազանին, գեր ու հիմար, դարձրու դեղին։ Ռոնը թափահարեց փայտիկը, բայց ոչինչ տեղի չունեցավ։ Սկեբերսը գույնը չփոխեց, անգամ չարթնացավ։ Վստահ եք, որ դա իսկական հմայություն է, ասաց աղջիկը, կարծես այնքան էլ լավը չէ։ Ես մի քանի հեշտ հմայություն եմ արել ուղղակի փորձելու համար։ Բոլորն էլ ստացվել են։ Իմ ընտանիքում կախարդներ չկան, և երբ ինձ նամակ եկավ, բոլորի համար էլ անակնկալ էր։ Ես ինչ խոսք, շատ ուրախացա։ Հոգվորցը կախարդության լավագույն դպրոցն է։ Պարզ է, բոլոր դասագրքերն արդեն անգիր եմ արել։ Հուսամ այդքանը բավարար է։ Հա, անունս Հերմայոնի Գրեյնջեր է, իսկ ձերը։ Աղջիկը շատ արագ էր խոսում։ Հարին նայեց Ռոնին և նրա ապշած դեմքը տեսնելով հասկացավ, որ Ռոնը նույնպես դասագրքերն անգիր չէր արել։ Ես Ռոն Վիզլին եմ, գտիտակ ասաց Ռոնը։ Հարի Փոթեր, ասաց Հարին։ Դու իսկապես Հարի Փոթերն ես, ասաց Հերմայոնին։ Ես քո մասին իհարկե ամեն ինչ գիտեմ։ Մի քանի գիրք ունեմ լրացուցիչ ընթերցանության համար։ Քո մասին կարդացել եմ Արդի կախարդության պատմություն, Սև արվեստների վերելքն ու անկումը, 20-րդ դարի կարևորագույն կախարդական իրադարձությունները գրքերում։ Իսկապես, Հարին զարմանքից քար էր կտրել։ Տեր Աստված, միթե չգիտեիր, քո փոխարեն ես ամեն ինչ արդեն պարզած կլինեի, ասաց Հերմայոնին։ Իսկ գիտեք, թե ով որ հոսք է ընկնելու։ Մի քանիսին հարց ու փորձ արեցի։ Հուսամ ինձ Գրիֆինդոր կգցեն։ Եղածներից ամենալավը կարծես Գրիֆինդորն է։ Լսել եմ, Դամբլդորն այնտեղից է։ Բայց գուցե Ռեյվենքլոն էլ վատ չէ։ Ինչևէ ավելի լավ է գնանք Նևելի Դոդոշը փնտրենք։ Դուք երկուսդ ճիշտ կանեք արդեն հագուստներդ փոխեք, ուր որ է հասնում ենք։ Եվ նա հեռացավ, հետը տանելով Դոդոշին կորցրած տղային։ Չգիտեմ, ինձ ուր կգցեն։ Կարևորը այս աղջիկ ինձ հետ նույն հոսքում չլինի, ասաց Ռոնը։ Նա փայտիկը նորից ճամպրուկը նետեց։ Անկապ հմայություն էր։ Ջորջն էր ասել, բայց հաստատ ինքն էլ գիտեր, որ չի գործում։ Իսկ եղբայրներդ ո՞ր հոսքում են, հարցրեց Հարին։ Գրիֆինդորում են, ասաց Ռոնը, ու թվաց նորից տրամադրությունն ընկավ։ Մայրս ու հայրս էլ են այնտեղ եղել։ Չգիտեմ, ինչ կասեն, եթե ես Գրիֆինդոր չընկնեմ։ Չեմ կարծում, որ Ռեյվենքլոն շատ վատ է, բայց այ, եթե որոշեն ինձ Սլիթերին գցել։ Դա այն հոսքն է, որտեղից նկատի ունեմ ինքդ գիտես ով էր։ Ինքդ գիտես ով էր։ Հա, պատասխանեց Ռոնը ու մի տեսակ ընկճվեց։ Նորից տեղը նստեց։
Գիտես, ինձ թվում է, Սկեբերսի այդ մորուսները մի քիչ տեղնել են, ասաց Հարին, փորձելով Ռոնին շեղել բռալ մտքերից։ Իսկ ավագ եղբայրներդ հիմա ինչով են զբաղվում։ Հարին հետաքրքիր էր, թե դպրոցն ավարտելուց հետո կախարդներն ինչ են անում։ Չարլին Ռումինիայում է, վիշապների կյանքն է ուսումնասիրում, իսկ Բիլն Աֆրիկայում է։ Գրինգոտսն է գործուղել, ասաց Ռոնը։ Լսել ես Գրինգոտսում պատահածի մասին։ Daily Prophet-ը շարունակ այդ մասին էր գրում։ Չնայած չեմ կարծում, որ այդ լուրերը հասնում են մագլներին։ Բանկի պահախցիկներից մեկը փորձել են կողոպտել։ Հարին զարմացած նայեց։ Իսկապես, եւ ինչ են արել գողերը։ Ոչ մի բան։ Դրա համար էլ այդքան աղմուկ բարձրացավ։ Նրանց չեն կարողացել բռնել։ Հայրիկն ասում է, հզոր սև մոգի ձեռքի գործ է։ Տարօրինակն այն է, որ ոչինչ չեն տարել։ Պարզ է, երբ նման բան է պատահում, բոլորը սկսում են վախենալ, չլինի նորից ինքդ գիտես ում արածն է։ Հարին մտքերի մեջ ընկավ։ Ամեն անգամ, երբ հիշատակում էին ինքդ գիտես ում, փշաքաղվում էր։ Գուցե դա կախարդների աշխարհ մտնելու պայմաններից էր, բայց շատ ավելի հանգիստ էր զգում, երբ նրան պարզապես Վոլդեմոր էին անվանում։ Դու Քվիդիչի ո՞ր թիմի երկրպագուն ես, հարցրեց Ռոնը։ Ես ոչ մի թիմ էլ չգիտեմ, խոստովանեց Հարին։ Ինչ։ Թվաց Ռոնը խոսելու ունակությունը կորցրեց։ Դեռ կտեսնես, Քվիդիչն աշխարհի ամենալավ խաղն է։ Եվ Ռոնը սկսեց մանրամասնել, բացատրելով այն ամենը, ինչ գիտեր 4 գնդակների ու 7 խաղացողների դիրքերի մասին։ Թվարկեց հայտնի խաղերը, որ իրեն ու եղբայրներին բախտ էր վիճակվել տեսնելու, նաև նկարագրեց ցախավելը, որ կուզենար ունենալ, եթե երբևէ ձեռքը փող ընկներ։ Արդեն Հարին խաղի նրբություններն էր բացատրում, երբ խցիկի դուռը նորից բացեցին։ Այս անգամ ոչ Նևիլն էր, դոդոշը կորցրած տղան, ոչ էլ Հերմայոնի Գրեյնջերը։ Ներս եկան 3 տղա։ Նրանցից մեկին Հարին անմիջապես ճանաչեց։ Մադամ Մալքինի խանութում հանդիպած գունատ տղան էր, որ Հարին հիմա ավելի մեծ հետաքրքրությամբ էր նայում, քան նախորդ հանդիպման ժամանակ։ Դա ճիշտ է, ասաց նա։ Ամբողջ գնացքն այն մասին է խոսում, որ Հարի Փոթերն այս խցում է։ Ուրեմն դու ես Հարի Փոթերը։ Այո, ասաց Հարին ու նայեց մյուս տղաներին։ Երկուսն էլ ամրակազմ էին, բավականին նենգ տեսք ունեին, եւ այնպես էին կանգնել գունատ տղայի երկու կողմերում, ասես նրա թիկնապահներն էին։ Հա, սա Քրեբն է, իսկ սա Գոյլը, անփույթ ավելացրեց տղան, նկատելով, որ Հարին նրանց է նայում։ Իսկ ես Մալֆոյն եմ, Դրակո Մալֆոյ։ Ռոնը թեթևակի հազաց, հավանաբար ծիծաղը զսպելու համար։ Մտածում ես անունս ծիծաղելի է, հա? Ասաց Մալֆոյը։ Կարիք չկա հարցնելու, թե դու ով ես։ Հայրս ինձ պատմել է, որ բոլոր Վիզլիները կարմրահեր են, պեպենոտ ու ավելի շատ երեխաներ ունեն, քանի վիճակի են պահելու։ Նա շրջվեց Հարի կողմը։ Շուտով կիմանաս, որ կախարդների ընտանիքները շատ տարբեր են լինում, Փոթեր։ Չեմ կարծում, կուզենաս անարժան մարդկանց հետ ընկերություն անել։ Այս հարցում ես կարող եմ օգտակար լինել։ Նա ձեռքը մեկնեց, բայց Հարին չցանկացավ սեղմել նրա ձեռքը։ Շնորհակալ եմ, բայց ինքս էլ կարող եմ պարզել, ովքեր են անարժան, իսկ ովքեր արժանավոր, զուսպ պատասխանեց նա։ Դրակո Մալֆոյի գունատ այտերին վարդագույն բծեր հայտնվեցին։ Հո փոխարեն, ավելի զգույշ կլինեի, Փոթեր, դանդաղ ասաց նա։ Եթե ավելի քաղաքավարի չլինես, կարող ես ծնողներիդ բախտին արժանանալ։ Նրանք նույնպես իրենց լավն ու վատը չգիտեին։ Շարունակիր Վիզլիների ու այդ Հագրիդ կոչեցյալի նման թափթփուկների հետ ընկերություն անել, եւ դու էլ նրանց նման կդառնաս։ Հարին ու Ռոնը ոտքի ելան։ Ապա կրկնիր ասածդ։ Ռոնի դեմքը դարձել էր մազերի գույն։
Պահ, չլինի հետներս կռվելու եք, հեգնական ժպտաց Մալֆոյը։ Հա, եթե իհարկե հենց հիմա չմաքրվեք այստեղից, համարձակ ասաց Հարին, թեև իրականում այնքան էլ վստահ չէր իր ուժերի վրա։ Մյուս երկու տղաներն իրենցից ավելի խոշորակազմ էին։ Բայց մենք գնալու ցանկություն բոլորովին չունենք, չէ՞ տղաներ։ Մեր ունեցած ամբողջ ուտելիքն արդեն կերել ենք, իսկ դուք կարծես դեռ ունեք։ Գոյլը ձգվեց դեպի շոկոլադե գորտիկները։ Ռոնն առաջ նետվեց, բայց դեռ ձեռք չէր տվել Գոյլին, երբ վերջինս սոսկալի ճիճ արձակեց։ Սկեբերսն իր փոքրիկ սուր ատամներով մխրճվել էր Գոյլի մատի մեջ ու ամուր բռնվել։ Գոյլը առնետը մատից կախ, ինչքան ուժ ուներ թափահարում էր ձեռքը ու ոռնում։ Քրեբն ու Մալֆոյը հետ քաշվեցին։ Երբ Սկեբերսը վերջապես բաց թողեց Գոյլի մատը ու օդի մեջ թռիչք գործելով խփվեց պատուհանին, անկոչ հյուրերն իսկույն չքվեցին։ Հնարավոր է մտածեցին, որ անուշեղենի մեջ ուրիշ առնետներ էլ կան, իսկ գուցե ոտնաձայներ լսեցին, որովհետև մի վայրկյան անց նորից հայտնվեց Հերմայոնի Գրեյնջերը։ Այստեղ ի՞նչ է կատարվում, հարցրեց նա, հատակին թափած կոնֆետներին նայելով ու տեսնելով, ինչպես է Ռոնը Սկեբերսին ոչից բռնած բարձրացնում։ Երևի ուշաթափվել է, ասաց Ռոնը Հարիին։ Ապա առնետին ավելի մոտիկից զննելուց հետո հայտարարեց. Չէ, հավատս չի գալիս, նորից քուն է մտել։ Այդպես էլ կար։ Մալֆոյին ճանաչում էիր։ Հարին պատմեց, ինչպես էր հանդիպել նրան շեղածիկ նրբանցքում։ Ես լսել եմ նրա ընտանիքի մասին, մռայլ ասաց Ռոնը։ Ինքը գիտես ում անհետանալուց հետո նրանք առաջիններից էին, ովքեր մեր կողմն անցան, ասել էին, իբրև նա իրենց կախարդել էր։ Հայրս երբեք էլ չի հավատացել այդ պատմությանը։ Ասում էր, որ Մալֆոյի հորը չար ուժերին միանալու համար միջամտություն պետք չէր։ Ռոնը շրջվեց դեպի Հերմայոնին։ Ինչով կարող ենք օգնած լինել։ Լավ կանեք շտապ զգեստափոխվեք, հենց նոր առաջին վագոնում էի։ Հսկիչին հարցրեցի, երբ ենք հասնում, ասաց, որ գրեթե հասել ենք։ Կռիվ չեք անում, չէ՞, թե չէ մինչև տեղ հասնենք, արդեն խնդիրներ կունենաք։ Սկեբերսն էր կռիվ սարքել, ոչ թե մենք, ասաց Ռոնը, աղջկան մռայլ նայելով։ Դուրս չէիր գա շորներս փոխայինք։ Լավ, ես ձեզ մոտ եկա, որովհետև մյուսներն իրենց երեխայի նման են պահում։ Միջանցքներով մի գլուխ վեր ու վար են վազվզում, արհամարանքով ասաց Հերմայոնին։ Իսկ քո քթի վրա կեղտ կա, չէիր տեսել։ Ռոնը քարացած մի հայացք նետեց աղջկա հետևից։ Հարին պատուհանից դուրս նայեց։ Մթնում էր։ Մուգ մանուշակագույն երկնքի տակ լեռներ ու անտառներ էին ձգվում։ Գնացքն իսկապես սկսել էր դանդաղեցնել ընթացքը։ Հարին ու Ռոնը բաճկոնները հանեցին և հագան երկար սև պատմուճանները։ Ռոնինը մի փոքր կարճ էր հագին, և մարզական կոշիկները տակից երևում էին։ 5 րոպեից հասնում ենք Հոգվորտս, հնչեց գնացքով մեկ։ Խնդրում ենք ուղեբեռը թողնել գնացքում, այն ավելի ուշ ձեզ կհասցնեն դպրոցում։ Հարի Ստամոքսը հուզմունքից կծկվեց, հետո նկատեց, ինչպես է գունատվել Ռոնի պեպենոտ դեմքը։ Մնացած քաղցրավենիքը գրպանները խցկելով, նրանք միացան միջանցքում հավաքված ամբոխին։ Գնացքը դանդաղեցրեց ընթացքը ու վերջապես կանգ առավ։ Ուղևորները խռնվեցին դռան մոտ, ապա դուրս եկան փոքրիկ մութ կառամատույցը։ Գիշերային պաղոթից Հարին սարսռաց։ Ուղևորների գլխավերևով ինչ-որ լույս մոտեցավ ու Հարին լսեց ծանոթ ձայնը։ Առաջին դասարանցիներ, ինձ մոտեցեք։ Լավ ես, Հարի։ Հագրիդի խոշոր կրճոտ դեմքը ժպտաց անհամար գլուխների վրայով։ Գնացինք։ Էլ կան առաջին դասարանցիներ, ոտքների տակ նայեք, ինձ հետևեք։
Սայթաքելով ու սահելով նորեկները զառիթափ նեղլիկ արահետով հետևեցին Հագրիդին։ Արահետի երկու կողմերում շատ մութ էր։ Հարին մտածեց, որ այնտեղ հավանաբար խիտ ծառեր էին աճում։ Գրեթե չէին խոսում։ Նևիլը, տղան, որ շարունակ Դոդոշին էր կորցնում, մի երկու անգամ նվնված։ Մի վայրկյանից Հոգվորտսը կտեսնենք։ Այս ոլորանն էլ անցնենք ու կերևա։ Օ, միաձայն կանչեցին բոլորը։ Նեղ արահետն անսպասելի դուրս եկավ մեծ ու մութ լճի մոտ։ Նոր հանդիպակաց ափին բարձր լեռան վրա թառել էր վիթխարի դղյակը, աստղալից երկնքի տակ շողշողացող պատուհաններով և բազմաթիվ մեծ ու փոքր աշտարակներով։ Մի նավակում 4-ից ավելի մարդ չնստի, գոչեց Հագրիդը, ցույց տալով ափի մոտ ջրի մակերեսին լողացող փոքրիկ նավակների երամը։ Հարին ու Ռոնը տեղավորվեցին նավակներից մեկում, Նևիլն ու Հերմայոնին հետևեցին նրանց։ Բոլորդ տեղավորվեցիք, բղավեց Հագրիդը, որը մի ամբողջ նավակ էր զբաղեցրել։ Դե, շարժվեցինք։ Եվ փոքրիկ նավատորմը տեղից պոկվելով ծահեց լիճ հայելու պես ողորկ ջրերի վրայով։ Բոլորը լուռ էին, հայացքները հառած առջևում երևացող մեծ դղյակին։ Ամեն վայրկյան ավելի էին մոտենում ժայռին, որի վրա վեր էր խոյանում դպրոցը։ Գլուխներդ իջեցրեք, բղավեց Հագրիդը։ Հենց առաջին նավակները մոտեցան ժայռին։ Բոլորը գլուխները խոնարհեցին, և փոքրիկ նավակներն անցան ժայռի ստորոտի բացվածքը թաքցնող բաղեղի վարագույրի տակով։ Սահեցին մութ թունելով, որը դղյակի տակով նրանց հասցրեց ստորգետնյա նավահանգստի պես մի տեղ։ Ապա նավակներից դուրս մագլցելով հայտնվեցին քարքարոտ ափի վրա։ Էյ, քեզ հետ եմ, գոչեց Հագրիդը, որ երեխաների հետևից նավակներն էր ստուգում։ Սա քո Դոդոշն է։ Թրևոր, երջանիկ բացականչեց Նևիլը, ձեռքերն առաջ մեկնելով։ Հետո Հագրիդի լապտերներին հետևելով սկսեցին բարձրանալ ժայռափոր անցուղիով ու վերջապես հայտնվեցին կոկիկ խուզած թաց խոտերի վրա ուղիղ դղյակի փեշերի մոտ։ Մի սանդղաբաժին աստիճաններ բարձրանալով խռնվեցին կաղնեփայտե հսկա դռան առջև։ Բոլորդ այստեղ եք։ Դու հո էլի Դոդոշդ չես կորցրել։ Հագրիդը բարձրացրեց վիթխարի բռունցքը ու 3 անգամ թակեց դղյակի դուռը։